ու աշխատավար չես ստացել։ Ես 3 տարի աշխատում եմ Արցախից եկել։ Որպես ինչ եք աշխատում։ Մենք ճիշտ ասած պարոն Ծառուկյանը շատ մեզ օգնել է։ Շատ մեզ օգնել, շատ։ Որ մենք առաջ անգամ եկել ենք գնացել ենք Աբովյան, ինքը Լիաննայի հետ, Սաղի հետ եկել են ինքը մեզ աշխատանք տվել, տեղատվել, օգնություն։ Ճիշտ ասած, հիմա մենք տուն ենք վերցրել հիպոթեկով, հիմա աշխատանք փակել են, ոչ մի ձևի, օրինակ պետությունից ես այն 4 միլիոն որ պիտի տային չի տալիս, ասում չեմ տալիս։ Ասում տուն ես վերցրել, ուրեմն կկարաս փակես, բայց ես տուն վերցրել եմ հիպոթեկով, ասել եմ հիպոթեկ վերցրել։ Վարկում եմ հիպոթեկ, հիմա ես էլ փակել եմ։ Հիմա ոնց պիտի տանք։ Տեսնում եմ եկամուտ ունեն եւ ձեզ այդ 4 միլիոնը չեն տալիս այդպես։ Ինչ եկամուտ մենակ ես եմ։ Մենակ ես եմ 140,000 աշխատավարձ եմ ստանում։ Դրանով ես տալիս եմ 190,000 հիպոթեկ, մենակ հիպոթեկը։ Աղջիկս է մեկ օգնում, բայց իրան էլ ընտանիք ունի։ Ինքն էլ է աշխատում, որը պիտի իրան էլ ունի, մենա, 2 անջափահաս երեխա ունեն։ Ինքն էլ անջախ իր օգնում է այնքան որ տնանք ինչ է դառնում։ Շատ ենք մենք բողոքել, թե վարչապետին, թե նախարարին, սաղ մեր դիմումները ատկազ տուվել են, ասմա չի ասնում, ասմա հենա մարդկա, օրինակ 18 թվին ստեղ հիպոթեկով տունա վերցրել, իրանցը փոխանցել են, ես 25 թվին հուլիսին վերցրել եմ, ասմա քեզ չի ասնում, 4 միլիոնը, ասմա ինչ որ միջև հուլիսի մեկը որ տվել են, միջև հուլիսի մեկը պիտի վերցրածես, ես հուլիսի 7-ին եմ վերցրել, հիպոթեկով տուն, ասմա չենք տալիս։ Եթե խնդիրը լուծում չստանա, այս ձեր աշխատավայրը չվերաբացվի, ինչ եք անելու դուք, փաստացի միակ կերակրողն եք։ Ուզում ենք, որ աշխատանքը բացի թեկուզ քիչ, բայց դե մեկ է, աշխատում ենք տալիս, սաղ արցախցիներ են ստեղ աշխատում, սաղն էլ իրանց վարկեր ունեն, վարկեր ասաղ, ամեն ինչ։ Գտել աշխատանք, երբ եկել եք Հայաստան։ Ճիշտ ասած, որ եկել եմ, չէ, պարոն Ծառուկյանը, Լիաննան, իրանք են մեզ օգնել վերել ստեղ աշխատել, չէ, մենք Աբովյանից ենք գալիս, օրինակ պարոն Բաբայանն, այնտեղ մենք սպորտ դպրոցում էինք, մնում միջև, այնքան տնից տուն ենք տեղափոխվել, ասում դու մենակ ես, քեզ ոչ մի բան չի ասում, ոչ մի օգնությունից չենք մենակ մարդը հաշ չի ուտում, ոչ մի դեպի մեզ բան չեն տվել, էլի, մենակ պարոն Ծառուկյան, շատ, ես ցավում եմ պրոստ, որ լսել եմ պարոն Ծառուկյան, շատ եմ ցավում, ճիշտ ասած։ Օր ջան, նայեք, ես տեխնիկական մասի պատասխանատու եմ։ Մեջտեղում կանգնեք։